Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդկասթի 130-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել վերլուծել շաբաթական լրահոսը, դա անում ենք մեր ավանդական գործընկերոջ Pantera Security-ի հետ գործակցությամբ, որն իր 20-ամյա փորձով շարունակում է տրամադրել անվտանգության պահնորդական բարձրակարգ ծառայություններ։ Pantera-ի անունը դաշտում ասոցացվում է հուսալիության, վստահության, երկարաժամկետության, ձեր ընտանիքի անդամների գույքի, ունեցվածքի, բնակարանի, արտադրական ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ուղեկցման, կենտրոնացված շուրջօրյա տեսահսկման եւ պահնորդական բազմաթիվ այլ ծառայությունների հետ։ Անվարան կարող եք դիմել մեր գործընկերոջը, մանրամասն տվյալներ կարող եք գտնել Pantera.am կայքում, սոցցանցերի Pantera անվանումով էջերում կամ զանգահարել 077 0102 30։ Մեր քթի տակ մեր տարածաշրջանում մի այնպիսի պատերազմ է մոլեգնում, որի դեմը նույնիսկ Pantera Security-ն իր մասնավոր պահնորդությամբ չի կարող խառնել եւ որքան ավելի ժամանակն ընթանում է, իսկ այս պատերազմի մեկ շաբաթը լրանում է, այնքան ավելի շատ թվով երկրներ են ներգրավում այս տարածաշրջանային կոնֆլիկտի մեջ, բայց հայաստանյան վարչախումբը իրեն պահում է այնպես, ասես լուսնի վրա ենք մենք, մի անթափանց շղարշով Հայաստանը վարագուրված է հարևան բոլոր պետություններից, առնվազն 3-ից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ հենց Իրանից, եւ երբ նույնիսկ Նախիջևանի գլխին են ռումբեր եւ ԱԹՍ-ներ պայթում, ԱԹՍ առնվազն 2 ԱԹՍ է խոցվել, Հայաստանի Հանրապետության օկուպացիոն ռեժիմը իրեն պահում է այնպես, ասես Հայաստանում խաղաղությունը արդեն մշտական եւ անվաղանցելի հաստատված է, բայց բուն Մերձավոր Արևելյան, մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մեր հարևան երկրներում, Իրանի Իսլամական Հանրապետությունից մինչև Բահրեյն, մոլեգնում է փաստորեն շատ մեծ թատերաբեմով մի պատերազմ, որի նախադեպը վերջին տասնամյակներում չի եղել եւ ինտենսիվությամբ, եւ ավերածությունների թվով, եւ զոհերի թվով, նույնիսկ 12-օրյա պատերազմը անցած տարի այս մասշտաբի չէր, եւ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համատեղ պատերազմի հենց առաջին օրը կարողացան խոցել հիմնական թիրախը։ Այն է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ու նաեւ Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Մի քանի տասնյակ գործչի, իրենց պնդմամբ 48 գործչի, ամեն դեպքում անցումային կառավարությունը, այսպես կոչված 3-ի խորհուրդը, տրիումվիրատը ձևավորված է, նոր այաթոլլայի ընտրությունը ընթացքի մեջ է, որքան էլ որ Ղոմ քաղաքում նրանք ռմբակոծեցին այդ ավակների խորհուրդը կամ խորհրդի նիստը, եւ Իրանը իրեն բնորոշ կայսերական ավանդույթներով, իր պահպանողական վերնախավով, իր ժողովրդի մեծամասնության հեռատեսությամբ, իր պատմական անցյալով, Սասանյաններից սկսած մի քանի հազարամյա քաղաքակրթության հանգամանքների բերումով եւ պատմության դառը փորձի շատ լավ խաղաց դասերով հրաշալի հասկանում է, որ եթե ընկրկի իր ընկալմամբ թշնամի պետությունների նախևառաջ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների արչեւ, ապա կմասնատվի եւ կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։ Մի բան, որ մեր տարածաշրջանի մի քանի երկիր արդեն անցել են այդ փուլով, ընդ որում վերջին տասնամյակներում են անցել։ Խոսքը եւ Լիբիայի, եւ Իրաքի, եւ ցավոք սրտի 1-2 տարի առաջ նաեւ Սիրիայի մասին է։ Պետություններ, որոնք անվանապես քարտեզի վրա գոյություն ունեն, բայց չունեն կենտրոնացված իշխանություն, դաշնայնացված են, Իրաքի դեպքում դա այդպես է, ֆեդերալիզացված պետություն է, Լիբիայի դեպքում ընդհանրապես անկառավարելի է եւ տարբեր խմբեր կառավարում են այդ երկրի տարբեր մասերը, իսկ Սիրիան, ինչպես տեսանք, մի քանի օրում ընդամենը իր կենտրոնական կառավարությունը ընկավ եւ Սիրիայի քրդերը հիմա էլ շատ մեծ սպառնալիք կարող են լինել ոչ միայն Սիրիայի առհասարակ տարածաշրջանի, նաեւ Իրաքի քրդերը կարող են սպառնալիք լինել նաեւ Իրանի ներքին անկայունության հրահրման իմաստով, ինչպես տեսնում ես Իսրայելի վարչապետ Նաթանյահուն արհեստական բանականությամբ գեներացված պարսկալեզու ուղերձներ է հղում Իրանի ժողովրդին, ասելով, որ բելուջները, ազարիները, ազգային մյուս փոքրամասնությունները, քրդերը պետք է ոտքի կանգնեն եւ Իրանին պետք է պարգևեն անկախություն, իրական ազատություն, մոլլաների ռեժիմից պետք է ազատագրեն այդ պետությունը։ Այսինքն պետության ներքին գործերին բացահայտ միջամտություն, այսպես կոչված ճակերտյալ ժողովրդավարության դրսից պարտադրման փորձ, ինչը մի քանի անգամ արդեն այսպես կոչված արևմտյան ժողովրդավարությունը արել է տարբեր երկրների դեպքում, ամենատիպականը իհարկե Իրաքն է, Ջորջ Բուշ կրտսերի օրոք, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում օդում տատանում էր
իբր քիմիական զենքի փորձասրվակը ասելով, որ այն բերված է Բաղդադից, հետո իրենք էլ պիտի ընդունեն, որ դա կեղծ լուր էր եւ դա քիմիական զենքի փորձանմուշ չէր։ Իհարկե Սադամ Հուսեյնը բազմաթիվ հանցանքներ էր գործել մարդկության դեմ եւ քրդերի դեմ մասնավորապես, ինքս եղել եմ Իրաքյան Քրդստանում եւ տեսել եմ նաեւ այն հուշարձանները կամ այն ավերածությունները, որոնք այդպես էլ չեն վերականգնվել եւ տեղի քրդերը դա թողել են որպես ապագա սերունդներին հուշ, անֆալ գործողության հետևանքով տասնյակ հազարավոր քրդեր են զոհվել, էլ չասած, որ այդ պետության արաբացման, արաբիզացիայի փորձ էր տանում Սադամ Հուսեյնը, այսինքն քրդերի ինքնավարությունը փորձում էր բնաջնջել, բայց այն ինչ կատարվեց Հուսեյնի վարչակարգի հեռացումից հետո շատ ավելի ծանր էր, որովհետև Իրաքը հայտնվեց երկարաժամկետ անկառավարելիության եւ քաոսի մեջ, նույնը Լիբիայում, նույնը Լիբանանում, որտեղ չկա կենտրոնական իշխանություն, որտեղ մի Լիբանանի վարչապետը մի Նիկոլ է, որը ասում է, որ Հեզբոլլահը պետք է վայր դնի զենքեր Իսրայելի դեմ։ Իսրայելի բանակը մտել է իր երկրի հարավ եւ ցամաքային գործողություն է անում Լիբանանի տարածքում։ Հեզբոլլահը, որը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը, իր երկրի վարչապետը, Լիբանանի վարչապետը, ասում է Հեզբոլլահը պետք է զենքերը վայր դնի։ Այսինքն ցավոք սրտի արաբական բոլոր պետությունները հերթով առերեսվում են այն դաժան ճշմարտությանը, որ եթե իրենք իրենց ուժերով պատրաստ չեն իրենց ինքնիշխանությունը ապահովելու, ապա նույնիսկ իրենց տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները երբևէ իրենց անվտանգության երաշխավոր չեն լինի եւ այդ դասը քաղեցին եւ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որ ամենապաշտպանված հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը ուներ, եւ Բահրեյնը, եւ Կատարը, եւ Քուվեյթը, եւ տասնյակ այլ արաբական Հորդանանը, Եգիպտոսն է վտանգի տակ, Եգիպտոսը, որտեղ նույնիսկ ամերիկյան ռազմաբազա չկա, մշտական ներկայություն չկա, բայց այս բոլոր երկրները վտանգի տակ են եւ Իրանը զգուշացնում է, ասում է, որ իր թիրախը այդ պետությունները չեն, իր թիրախը ամերիկյան ռազմաբազաներն են, որոնք սնկի պես բուսնել են վերջին տասնամյակներում Իրանի քթի տակ ամբողջ Պարսից ծոցի երկարությամբ եւ խորությամբ։ Եվ Հորմուզի նեղուցին են վտանգ սպառնում շարունակաբար Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ ամեն պահի այդ ամերիկյան ռազմաբազաները կարող են դադարեցնել եւ Իրանը դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության, ինչպես կդիմեր ցանկացած պետություն։ Իսկ Մինապ քաղաքում 160 դպրոցական աղջկա հրթիռակոծությունը ինչ է, միջազգային մարդասիրական իրավունքից բխող ժեստ է։ Համաշխարհային հանրությունը չի խոսում այդ մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը չի նկատում արդյոք այդ սարսափելի քայլը, այդ վերևից արված լուսանկարը, հարյուրավոր գերեզմանափոսերը մանկահասակ աղջիկների համար։ Մելանիա Թրամփն էլ նամակ չի գրում որևէ մեկին, չնայած որ Ուկրաինայի երեխաների հումանիտար խնդիրների հետ կապված բարձրաձայնումներ, բաներ էր անում, նամակներ էր գրում։ Պարզավոր սա այդ հումանիտար մասին դե հիմա կարծում եմ, որ այս լարվածության մեջ դեռ պատերազմի այս ինտենսիվության, այս խորության պայմաններում դեռ պետք չի խոսել իմաստով, որ լպաշտի թե նոր ինչ ծավալի հումանիտար աղետներ է սպասում, որովհետև այն հայտարարությունները ապագա ռազմական գործողությունների հնարավոր ծավալների մասին, որ հնչում են, վկայում է դեռ ավելի մեծ խորության եւ ավելի մեծ ինտենսիվության մասին, որ պետք է սպասել։ Եվ ինչն է հետաքրքիր, որ օրինակ անկեղծ ասած ինձ թվում էր, որ խնդիրը որոշակի լուծման է մոտենում, որովհետև պատերազմական գործողություններից 1-2 օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը, երբ որ բանակցում էր ԱՄՆ ներկայացուցիչների Ուիտքոֆի, Քուշների հետ, նա դրական տրամադրություններ էր արտահայտում, այսինքն խոսում էր բանակցությունների իբր հաջող ընթացքի որոշակի պայմանավորվածությունների մասին, այսինքն ստացվեց, որ Միացյալ Նահանգները բանակցություններին զուգահեռ չսպասելով դրանց ավարտին վերջնական պայմանավորվածությունների ինչ խնդիր իր առջև դնում է լուծում, այսինքն բանակցությունները դարձել են ոչ էական անկարևոր մի բան։ Եվ հիմա կամ ասենք պետության ղեկավարների, ղեկավարվող ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացումը մեկ օրում, ասենք սա ընդ որում նոր սպառնալիքներով, ընդունելով որ դա իրենք են արել, Թրամփն ասում է դա ես եմ սպանել իրան, ասում է, եթե նոր ընտրվի, նորինեք սպանենք։ Այսինքն պետությունների հետ հարաբերությունների ձևը փաստորեն ստացվում է, որ մի պետության ղեկավարին առևանգելն է, մի ուրիշ պետության ղեկավարին սպանելն է, մի ուրիշ հավակնորդին սպառնալն է, տենց են հիմա աշխարհում հարցեր լուծվում։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ արժանանում է Թրամփի կողմից իր ուսը թփթփացնելու պատվին։ Այ իսկական երկու առաջնորդի շփում։ Կարող է դա ինչ որ մենք տենում ենք կամերաների տեսագրությունից առանձին հանդիպումների ժամանակ կարող է քաշում ակաժները
Ես չգիտեմ, որովհետեւ Պոնչոները անում։ կտասնում է կարող է, որովհետեւ եթե մի երկիր հիմա ըստ իշխանությունների քարոզչության Հայաստանում ստանձնել է խաղաղություն իրացնելու պատասխանատվությունը, բարձում այդ երկիրը ոչ թե խաղաղություն ապահովող է, այլ պատերազմ հրահրող է։ Ընդ որում պատերազմ մեր բարեկամ երկրում։ Հիմա պատկերացնում ես, այսօր ինչ կատարվեր Հայաստանում, եթե թրիփը մի տարի շուտ արածելնեին։ Այդ մասին հիմա կխոսենք, իսկ Այսինքն երբ այնտեղ պատերազմը տեղակայվել- սանձազերծելու մասին ես ասում, նախարարության անվանումը փոխեցին։ Այո, դրեցին պատերազմի Աշխարհում այդպիսի երկիր չկա, որ պաշտպանության նախարարության անվանումը վերափոխի պատերազմի նախարարություն եւ նախարար Հեքսեթն էլ ինքը հպարտորեն ցուցանակը մեխի պատին, որ այսօր ինքը պատերազմի եւ ոչ թե պաշտպանության քարտուղարն է։ Իսկ ինչ վերաբերում է թրիփին, այո, ուղղակի Աստված հերթական անգամ խնայեց մեր պետությունը եւ մեր ժողովրդին, որ երկարաձգեց այս հարցով պայմանավորվածությունների կենսագործումը, քանի որ եւ Նախիջևանում եւ Ադրբեջանում այդ թրիփը ամբողջությամբ արդեն կառուցված է։ Ադրբեջանում, ինչպես հայտնի է եւ Ալիևը մի քանի անգամ ասել է, Զանգեզուրի միջանցքը բերված է ավարտական տարբերությամբ, որ տեսքի։ այնտեղ իրանց ռեսուրսներով, եթե Հայաստանի տարածքում լիներ, դա պիտի լիներ ամերիկյան։ Հիմա այդ մեր ամերիկյան, ըստ թրիփի համաձայնագրի, որ վերջերս ստորագրեց Ահարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Ռոբիոյի հետ, արդեն բացվածքը, չէ, թրիփը ինչպես պիտի իրագործվի, այնտեղ երբ որ խոսվեց այդ 74-26 հարաբերակցության մասին, ասեցին, այս թրիփ ընկերությունը կարող է հիմնել նաև ենթակազմակերպություններ իր կողմից հիմնադրված, այդ թվում հատուկ նշանակության կազմակերպություններ։ Դե բոլոր նորմալ մարդիկ այդ թվում ենք, հասկանում ենք, որ այդ հատուկ նշանակության կազմակերպությունը դա այն կազմակերպությունն է, որը պիտի հոգա անվտանգության ապահովման մասին։ Իսկ Միացյալ Նահանգների պարագայում դրանք նորմալ ռազմականացված ստորաբաժանումներ են, այսինքն թրիփի իրագործումը ենթադրում է ամերիկյան ռազմաբազայի տեղակայում Հայաստան-Իրան սահմանին։ Ու մենք արդեն տեսանք, որ Իրանը անգամ իր հետ բարեկամ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հարված է հասցնում։ Որում ասելով, որ դա ձեր դեմ ուղղված քայլ չի, եթե այդ բազան այնտեղ չլներ, մենք ձեզ չէինք խփելու։ Ոնց որ հիմա Հայաստանում դեռևս չկա այդ ռազմաբազան, մեզ էլ չեն խփում։ Բայց եթե դա այնտեղ լիներ, արդեն այդ թրիփը մի տարի շուտ արածելնեին, այդ ամերիկացի զինվորները Իրանի սահմանին կանգնածելնեին, այսօր դա էր նաև ռմբահարվելու։ Դա մեկ սպառնալիք, երկրորդը Իրանի նկատմամբ ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը։ Այդ ցամաքային գործողությունը որտեղից պիտի սկսվեր։ Եթե ամերիկյան ենթակառուցվածք կա Հայաստանի Հանրապետությունում հայ-իրանական սահմանի անմիջական հարևանությամբ, ապա ակնհայտ է, չէ, որ այդ նույն հատուկ նշանակության կազմակերպությունը որպես ենթակառուցվածքային բազա էր օգտագործվելու հայ-իրանական սահմանի ճեղքման համար։ Իդեպ մի բան, որը Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս մեզ բոլորիս զգուշացրել է նրա ազգային անվտանգության գծով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ 2018 թվականի դեկտեմբերին էր, որ Բոլթոնը եկավ Երևան եւ առաջին անգամ բաց ասաց, որ հայ-իրանական սահմանը ամեն պահի կարող է փակվել։ Եթե հիշում ես, այդ մասին հետո մի քանի անգամ խորհրդարանի ամբիոնից խոսեց նաեւ Փաշինյանը։ Ինչ էր ենթադրում դա, եթե ոչ ռազմական գործողությունների դեպքում այդ սահմանի փակում եւ ուղղակի տեղաբաշխում ամերիկյան կոնտինգենտի, ասենք ցամաքային գործողության մեկնարկ, ինչ որտեղից պիտի մտնեն, թե ոչ։ Ադրբեջանը թույլ կտա դա անել, թե ոչ, դժվար է ասել։ Ամեն դեպքում նույնիսկ Ադրբեջանի տարածքում իբր բարեկամաբար տրամադրված Ադրբեջանի տարածքում Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում երկու իրանական անօդաչու թռչող սարք է խոցվում եւ Ալիևը շատ կտրուկ է արտահայտվում այն անվանելով ահաբեկչական գործողություն, սադրանք, որը պետք է կանխել, բայց նույն այդ Ալիևը կանխել այլ պատասխանատվության ենթարկել նաև պատասխանատուներին։ Եվ կանխել հետագա սադրանքները։ Նույն այդ Ալիևը, սակայն, Խամենեիի մահվանից ժամեր անց գնացել էր Ադրբեջանում Իրանի դեսպանատու եւ ցավակցական գրառում էր արել։ Այս պահի դրությամբ, երբ մենք տեսագրվում ենք, ամենաբարձրաստիճան անձը դերևս Արմեն Գրիգորյանն է, որը պարզ է, չէ՞, թե Իրանում ինչ ընկալում ունի։ Այսինքն բացահայտ արևմտյան կամ անգլոսաքսոնական գործակալ, որին որևէ մեկը ոչ ընդունում է, ոչ էլ։ Այսինքն ակնհայտ է, թե նա ով է եւ նրա անկալումը շատ հստակ է, թեև մի քանի անգամ եղել է Իրանում։ Իսկ պատերազմը սկսելու նախորդ օրը իդեպ ի զարմանս շատերի Իրանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Գնացել էր հայ-իրանական հավանաբար
ռազմատնտեսական կամ ռազմատեխնիկական գործարքներ քննարկելու, ընդունել են իրեն բարձր մակարդակով իր պաշտոնակցի հետ Պաշտոնյանն է եղել, իր պաշտոնակցի որ հետ ընդունելությանը արժանացել սպանված ղեկավարների կողմից։ Սա մեկ, երկրորդ բլոկը ծանծաղամիտների այն խումբն է, որը 2023 թվականին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման օրերին պնդում էր, թե Սյունիքի մարզում պետք է իրանական ռազմական կոնտինգենտ տեղակայվի։ Էդգար, ինձ համար, վստահ եմ նաև քեզ, հավասարապես մերժելի են եւ թրիփը եւ Հայաստանի տարածքում իրանական ռազմական կոնտինգենտ տեղակայելու դրվագները, բայց շատ ցավալի է, որ գտնվում են մեր որոշ գործընկերներ, որոնք հատվածաբար են հիշեցնում այս ամենը, այսինքն մարդիկ, որոնք հիշեցնում են ամերիկամետներ, արևմտամոլներ, որոնք հիշեցնում են, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, որոնք ժամանակին պնդում էին, թե Հայաստանում պետք է իրանական կոնտինգենտ տեղակայել, եւ կան այսպես ասած ռուսամետներ կամ իրանամետներ, որոնք պնդում են, որ միայն թրիփն է Հայաստանի համար գլխացավանք եւ չարիք։ Իրականում որևէ օտարերկրյա ռազմականացված ստորաբաժանման ներկայություն Հայաստանի Հանրապետությունում որևէ հավասարապես չարիք է լինելու մեզ համար, քանի որ ինչպես տեսնում ենք, այս փխրուն աշխարհակարգում դու այլ մեկի կողմից արժանանալու ես հրթիռային հարվածների, քանի որ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում Միացյալ Նահանգները կառուցել է ֆիզիկապես ամենամեծ դեսպանություններից շենքերից մեկը, ամբողջ տարածաշրջանում ամենամեծն է, ապա նաև մտավախություններ են հայտնվում, որ ընդհանուր կարող են իրանական հրթիռները կամ անօթաչուները հասնել Երևանում տեղակայված Միացյալ Նահանգների դեսպանությանը։ Այլ երկրներում եղել է, որ դիվանագիտական Սաուդյան Արաբիայում, Էր-Ռիադում Միացյալ Նահանգների դեսպանությունը խոցվել է, որովհետև այդտեղ ռազմական հրահանգիչներ կան։ Հյուպատոսություն է խոցվել, այսինքն դե իհարկե ես ուզում եմ հեռու մնալ եմ մտքից, որ Իրանը այտենց որոշում կայացնի հենց դիվանագիտական ներկայացությունը Երևանում խոցելու իմաստով, եթե իհարկե այստեղից իրանք չստանան տեղեկություններ, որ այստեղ կայացվում են որոշումներ, որոնք իրանց անվտանգության համար շատ մեծ սպառնալիք են ներկայացնում, բայց այստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում, անկեղծ ասած այսօրվա երեկվա այդ տեղեկությունը Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների ըստեյության նաև դրանք ֆունկցիոնալ են եղել, մեկը հայտնվել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալում, մեկը մի դպրոց է վնասել։ Ես նույնիսկ հակված եմ մտածելու, որ այդ սադրանքը հենց Ադրբեջանի կողմից է հրահրված, որովհետև Ադրբեջանի նախագահը կարգադրել է, անմիջապես հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, եւ Ադրբեջանի զինված ուժերը, այդ թվում եւ նաեւ սահմանային ծառայությունն է, դրանք բերվել են մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի հետագա ռազմական գործողությունների դիմակայելու կամ խնդիրներ լուծելու իմաստով։ Ու ինչ եմ ես կանխազգում եւ վտանգ եմ տեսնում, ու տա Աստված որ սխալվեմ, որ Ադրբեջանը այս զարգացումների մեջ տեսնում է թրիփը տապալելու վտանգներ, որովհետեւ Իրանի հոգեվոր առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, որ իրանք թույլ չեն տալու թրիփի իրականացումը, եւ հնարավոր է, որ այս զարգացումների պարագայում վտանգներ լինեն, անկախ իրադարձությունների հանգուցալուծումից, երկու դեպքում էլ թրիփի իրագործումը վտանգ պարունակի։ Իսկ թրիփը Ադրբեջանի համար շատ որոշ մենք ենք դրա անունը դրել թրիփ, մյուսը եսի մի ինչ։ Դա Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապն ապահովող ցամաքային տարածքն է։ Եվ եթե Ադրբեջանը այս եղանակով խնդրի լուծում չունեցավ, ինքը կարող օգտվի նաև պատերազմական այս իրավիճակից եւ ռազմական ճանապարհով վերահսկողություն հաստատի այդ տարածքների նկատմամբ։ Այդ վտանգը անկեղծ ասած ես հիմա տեսնում եմ եւ այդ սադրանքը հենց նաև դրա համար է, որ իբր իրանք էլ են մասնակից դառնում պատերազմական գործողությունների, Իրանը խփեց, իրանք էլ էս արեցին, որպեսզի Իրանի հնարավոր ներազդեցությունը դրա վրա չեզոքացնեն։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ 2021 թվականին, երբ որ Շուշիում ստորագրվեց թուրք-ադրբեջանական հայտնի հռչակագիրը, Շուշի հռչակագիրը, դա երկու կարևոր բաղադրիչ ուներ մեզ համար վտանգավոր։ Մեկը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի համատեղ օգտագործումն է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Հենց այդ եզրույթը պաշտոնապես առաջին անգամ ընդդեմ է։ Եվ երկրորդը ռազմական համագործակցություն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, նույն հռչակագրով է։
ինչը ենթադրում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի որևէ ռազմական կոնֆլիկտի մասնակցության դեպքում Թուրքիան ավտոմատ դառնում է դրա մասնակից։ Պարզա որ Ադրբեջանի նման ռազմական աջակցություն պետք է լինելու միայն Իրանի հետ որոշակի լարվածության պայմաններում, որպեսզի Թուրքիան մշտապես կանգնած լինի Ադրբեջանի աջակցություն։ Եվ ես անհանգստություն ունեմ, որ իրադարձությունների ռազմական գործողությունների զարգացումը կարող հանգեցնի նման պրովոկացիոն քայլի, առավել եւս որ Ադրբեջանի նախագահը վերջերս Մյունխենում էլ հայտարարեց, որ հունվարին էլ էր ասել, որ Հայաստանի զինված ուժերը կազմալուծված են փաստացի եւ իրենք որևէ ռազմական խնդիր լուծելու ժամանակ այլևս դիմադրության չեն հանդիպելու էական, այսինքն նվազագույն կորուստներով իրանք կարող են խնդիրներ լուծել։ Ալիևը ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ Հայաստանի մասին նաև արտահայտվեց այն համատեքստում, որ թշնամին, այսինքն մենք մշտապես պետք է վախենա իրենցից եւ դա է Ադրբեջանի հաղթանակը ամրագրելու միակ տարբերակը։ Ոչ թե ռազմական հավասարակշռությունը, ոչ թե դիվանագիտական երկխոսությունը, ոչ թե երկկողմ պայմանավորվածությունները, այլ թշնամու մշտական վախը։ Եվ երբ սրանք անընդհատ խաղաղություն են տատանում օդում, պետք է անընդհատ հիշեցնել Ալիևի նաև այդ մի արտահայտությունը, բայց բնականաբար նույն բանը Ալիևը եւ նույնիսկ Էրդողանը չեն կարող իրենց թույլ տալ Իրանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Իրանն էլ որոշակի զգուշավորություն է ցուցաբերում, ինչպես տեսնում ենք Ադրբեջանի, բայց հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում։ Կեղծ լուր տարածվեց օրեր առաջ, թե իբր իրանական հրթիռային զորքերը թիրախավորել են Թուրքիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիկ ռազմաբազան, դա կեղծ լուր էր։ Թուրքիայի տարածքում որևէ հրթիռ արկ չի ընկել, իսկ Նախիջևանի տարածքում ընկածը, ինչպես իրավացիորեն նշեցիր, շատ մեծ հավանականությամբ կարող է այո հենց ներադրբեջանական սադրանք լինել։ Բայց ցավոք սրտի իրանցիները այս ընթացքում մի շարք խոշոր սխալներ թույլ տվին, որոնք ցավալիորեն հանգեցրին այս վիճակին եւ մենք էլ ոչ չարամտորեն, այլ բարեկամաբար ենք արձանագրում այդ սխալները եւ շատ կուզենք, որ հետագայում դրանք շտկվեն, քանի որ անուղղակիորեն դրանք հարվածում են նաեւ Հայաստանին եւ հայկական շահերին։ Նախ այդ երկրի ներսում բուն դրած եւ փաստորեն այդպես էլ արմատախիլ չարված բացահայտ գործակալական ցանցը տասնյակ հազարավոր իրանցիներ, որոնք բոլորը հետագայում ինչպես պիտի պարզվեր Մոսադի կամ արևմտյան այլ հատուկ ծառայությունների գործակալներ էին եւ որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում սկսեցին լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել ուղղորդված ընդդեմ ոչ միայն Այաթոլլայի կամ ոչ միայն կրոնապետության վարչակարգի, այլև ընդդեմ Իրանի միասնության, ներքին համերաշխության եւ այդ պետության ունիտար բնույթի եւ հիշենք նաեւ Նաթանյահուի արհեստական բանականությամբ գեներացված պարսկալեզու ուղերձները այդ պետության ազգային փոքրամասնություններին Բելուջիստանից մինչև Ազարիներ եւ պարզ է դառնում, որ թշնամու եւ Իրանում ցավոք սրտի բույն դրած գործակալական ցանցի համատեղ նպատակը այդ պետությունը ներսից քանդելն է, ֆեդերալիզացնելն է, դաշնայնացնելն է, Սիրիայի կամ Իրաքի օրը գցելն է։ Բայց ես ցավալիորեն հանուն արդարության պիտի հիշեմ նաեւ, որ Իրանը բնավ ոչ մեր ակնկալածի պես իրեն պահեց 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից անմիջապես հետո, որովհետեւ 1994-ից 2020 թվականին այդ ավելի քան 200 կիլոմետրանոց հատվածում, այսինքն Արաքսի երկայնքով ազատագրված Արցախի ու պլյուս նաեւ 42 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի երկայնքով Իրանը անվտանգության որևէ սպառնալիք չուներ եւ ուներ պաշտպանված թիկունք հատկապես այդ խոցելի հատվածում։ Երբ ընկավ Արցախը, նախ մասնակիորեն, ապա եւ ամբողջապես Արցախում ադրբեջանցիները 3 օդանավակայան կառուցեցին՝ Քարվաճառում, Լաչինում եւ Ֆիզուլիում, ընդ որում Ֆիզուլիի օդանավակայանը Ալիևը Էրդողանի հետ համատեղ բացեց։ Ակնհայտ է, որ քաղաքացիականի անվան տակ դրանք իրականում ռազմական օդանավակայաններ են, Ադրբեջանում որևէ մեկը Բաքվից Լաչին չի թռնելու կամ Քարվաճառ, նույնիսկ մեքենայով չեն կարող գնալ հասնել այդտեղ փակ տարածք է։ Բայց հատկապես այս ճգնաժամային օրերին այդ օդանավակայանները առնվազն անօդաչու թռչող սարքերի, միգուցե նաև ամերիկյան կործանիչների համար հրաշալի հարթակ կարող են լինել։ Եվ Իրանը այդ հսկայական երամներին միշտ չէ, որ կարողանում է հետևել, հակազդել, արձագանքել, բայց դա իր թիկունքում խրված մի սեպ է, մի թշնամական պլատֆորմ է, եւ ես չէի ուզի հիշել այս ֆոնին, որ 44-օրյա պատերազմի օրերին, երբ թշնամին հասնում էր Արաքսի ափ Հորադիս կայարանի մոտ Խուդաֆերինի ջրամբարի մոտ
ափի մյուս կողմից ողջունում էին իրանցիներին, իրանցիները նրանց բարի գալուստ էին մաղթում, չէ՞ ուզի դա հիշել, բայց ցավալիորեն պիտի հիշենք։ Եվ կամ զոհված նախագահ ուղղաթիռի վթարից կործանված այդ մահացած Իրանի նախագահի Ռայիսիի շնորհավորանքը ուղղված Ալիևին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որ իրենք վերականգնեցին իրենց տարածքային ամբողջականությունը։ Իհարկե, Իրանի խորհրդային պետությունը չպետք է նման սխալներ թույլ տար, նույնիսկ Հայաստանում օկուպացիոն վարչակարգի արկայության դեպքում։ Իրենք շատ լավ հասկանալով, թե իրերի բերումով ինչ վարչակարգ է հայտնվել Հայաստանում իշխանության, պիտի հասկանան հայ ժողովրդի եւ ադրբեջանցիների իրական վերաբերմունքի տարբերությունը առ Իրանի ժողովուրդը եւ Իրանի պետական խորհրդային շահը։ Ադրբեջանի հետ նրանք այս վերջին շրջանում շատ ունեցան լարվածության տարբեր դրսևորումներ։ Հիշենք, որ Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում տևական ժամանակ փակվեց այդ դեսպանության դեմ գործողությունից հետո, երբ որ Ադրբեջանում ձերբակալվեցին հոգևորականներ անգամ, որոնք մեղադրվում էին ի օգուտ Իրանի ուրեմն շպիոնություն լրտեսության մեղադրանքներով եւ այդ հարաբերությունների լարվածության տարբեր դրսևորումներ վերջին շրջանում եղել է։ Իսկեն իրենք դիվանագիտական ընդհանուր առումով բարեկամ դիրքավորվելով այնուամենայնիվ ունեն ներքին շատ լուրջ հակադրություններ եւ Իրանը կարծում է, որ միշտ զգացել է Ադրբեջանի հետ կապված վտանգները նախ Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների բնույթով պայմանավորված, երկրորդը նաեւ էթնիկ գործոններով պայմանավորված, որ Իրանի առնվազն այդ երկու խոշոր նահանգներում, առավելանորում Ադրբեջանի սահմանակից հատվածներում ադրբեջանական ուղղվածության, չասենք նույն էթնիկ խմբին, բայց մոտ ազգության ներկայությունը ցանկացած պահի կարող վտանգ ներկայացնի Իրանի ամբողջականության, տարածքային ամբողջականության եւ այլնի իմաստով։ Եվ հիմա ես կարծում եմ, որ Ադրբեջանը, որը որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենամեծ դաշնակիցն է, այսինքն Վենսի այցի եւ արարողակարգային եւ բովանդակային մասը ցույց տվեց, որ իրենց հիմնական գործընկերը այս տարածաշրջանում Ադրբեջանն է։ Եվ Ադրբեջանը կարող է օգտվել այս պատեհ իրավիճակից կամ Իրանի դեմ որևէ քայլ չանել ի հաշիվ Հայաստանի, այսինքն ի հաշիվ այն պայմանավորվածության, որ ինքը գործողություն անի Հայաստանի դեմ, բայց Իրանը դրան հակազդեցություն չունենա եւ դիմադրություն ցույց չտա, ինչպես որ մինչեւ հիմա ասվել է, այսինքն խոսքը վերաբերվում ամբողջ Սյունիքին, հատկապես այդ Մեղրու հատվածին, ինչը որ պետք է ապահովի Ադրբեջանի երկու հատվածների կապը։ Ուզում եմ հիշեցնել, որ հունվարին Վաշինգտոնում Արարատ Միրզոյան, Մարկո Ռուբիո ստորագրված փաստաթղթից, ապա եւ դրա հրապարակումից կարճ ժամանակ անց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը անսքող եւ բացահայտ հայտարարեց, որ Թեհրանում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դառնում է հակաամերիկյան պայմանավորվածությունների կենտրոն, ոչ թե մասնակից, ոչ թե աջակից, այլ կենտրոն։ Դա արդեն իսկ խիստ բացասական ազդակ էր, որում կարծեմ նորանշանակ դեսպան է, նորանշանակ դեսպան գնացողը, այլ Իրանում արկա տրամադրությունների հասարակական, քաղաքական եւ պետական տրամադրությունների շատ ակնհայտ, ակնբախ ազդակ էր, այլևս առանց երկիմաստությունների, որ Հայաստանը ներքաշված է ամերիկամետ հակաիրանական տրամադրությունների կազմակերպման եւ իրականացման հորձանուտի մեջ եւ հայ-իրանական հետագա հարաբերությունների հարցը դրված է հարցականի տակ։ Եվ դա առավել խորացավ, երբ տեսանք այս վարչախմբի մեծ հաշվով անհաղորդ արհամարական վերաբերմունքը Իրանի ժողովրդի ազգային պետական ողբերգության առնչությամբ։ Անցնում է 3 օր եւ նոր միայն դրանից հետո վարչախմբի պարագլուխը եւ արտգործնախարարը հարկ են համարում ցավակցական ուղերձներ հղել իրենց պաշտոնակիցներին այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի եւ տասնյակ բարձրաստիճան քաղաքացիական եւ կրոնական առաջնորդների մահվան կապակցությամբ։ Հարյուրավոր մանկահասակ երեխաներ են սպանվում, միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն ոտնահարվում է եւ մեր հարևան ժողովուրդը, մեր բարեկամ իրանցիները շատ լուրջ եւ խոր մարդասիրական ճգնաժամի ոչ միայն շեմին են, այլև դրա մեջ են, որի հետևանքները նաև մենք ենք զգալու ազգովի եւ որպես պետություն։ Բայց այս վարչախումբը մի կողմից
զբաղված է իր այսպես կոչված ներկուսակցական քարոզարշավով, իրականում դա ներկուսակցական չէ, դա կուսակցության ներսում չէ։ Գնացել են մարդկանց ձայներն են գնում։ Եվ երկրորդ զբաղված է մեկ այլ հարևան պետություն Վրաստան այցով, որտեղ ասենք երեկոյան թմբուկ է խփում, ժպիտը դեմքին եւ իր վրացի գործընկերներին, ինչպես ինքն էր գրում, բարեկամներին փորձում է entertain անել, ժամանց ապահովել նրանց։ Հիմա պարզ է, չէ՞ թե Իրանում սա ինչպես պիտի ընկալվի։ Եվ դες ցավակցական ուղերձի ուշացումը շատ հստակ բացատրություն ունի։ Դες ի տարբերություն նրա Ալիևը անձամբ հենց սկզբնապես գնաց Ադրբեջանի դեսպանություն, Իրանում ցավակցական ուղերձը գրեց Սքոմատյանում, Պուտինը նույն օրը ցավակցեց, ինչև էտել հեռագրով տասնյակ այլ երկրների առաջնորդներ եւս։ Փաշինյանը ոտքը կախ էր գցում, որովհետեւ հավանաբար կարծում էր, որ ինչպես իր արևմտյան պրոտեժեներին էր թվում, Իրանի վարչակարգը 1-2 օրում ամբողջապես կփլուզվի։ Եւ այդ երկիրը ներսից կսկսի քանդվել, պառակտվել։ Չէ, բացի այդ, ասենք ինքը գիտի, չէ, այդ մարդկանց ով է սպանում, գործողություններից են սպանվել, Միացյալ Նահանգների, բոլորս գիտենք, ինքն է գիտի։ Հիմա ինքը մտածում ասում, եթե Միացյալ Նահանգներն սպանը, ես ոնց ցավակցեմ։ Միգուցե պետք է իրանց հետ մի հատ համաձայն ինքնիշխան ենք, չէ՞ արդեն Դավիթ ջան, մեր ինքնիշխանությունը արդեն դրանով է արտահայտվում, էլի։ Ուղերձ ցղելու անկարողությամբ։ Հա, որ մի հատ ասենք հələ համաձայնեցնենք, միգուցե մի հատ տեքստը գրենք, ասենք այդ ձևով որ ցավակցենք, խոձես չենք, բանանի դե պիտի դուք էլ հասկացեք, էլի պիտի ցավակցենք, դա ոչ մի բան չի նշանակում։ Դու արարողակարգն ես ասում, Էդգար։ Ինձ թվում է նույնիսկ խնդիրը շատ ավելի խորն է, քան արարողակարգային մանրամասները։ Այսինքն սրանք աշխարհին այլևս նայում են այդ պատուհանից։ Եվ այդ պատուհանից մեզ մի քանի օր շարունակ ասում էին, թե 2-3 օրում իրանական ամբողջ վարչակարգը քանդվելու է, փլուզվելու է։ Իդեպ դա շատ նման է 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմին, երբ ռուսական դաշնային հեռուստաալիքներն էլ պնդում էին, թե 3 օրում Կիև են գրավելու։ Ինչպես տեսանք, ոչ մեկը եղավ, ոչ էլ մյուսը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ երբ 22 թվականի հուլիս-օգոստոսին տեղի ունեցավ ճիշտ հակառակը ուկրաինական թատերաբեմում, Ռուսաստանը սկսեց պարտվել, եթե հիշում ես, Խերսոնը կորցրեց եւ այլն։ Փաշինյանը ոգևորվեց այդտեղ այդ հեռանկարով եւ այն ժամանակ Շարլ Միշելը, Եվրամիության խորհրդի նախագահ, եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուսն էլ նրան համոզում են եւ ի վերջո հոկտեմբերին դրա համար բերեցին Պրահա եւ ստորագրել տվին այդ չարաղետ փաստաթուղթը։ Նրան թվում էր, թե Ռուսաստանը վերջնականապես եւ անվերադարձ այս տարածաշրջանից հեռանում է, պարտվում է Ուկրաինայում եւ արևմուտքը կստիպի նրան դուրս գալ նաեւ հարավային Կովկասից վերջնականապես եւ անդառնալիորեն։ Իր այդ կանխատեսումը չիրականացավ, ցավալիորեն կամ միգուցե բարեբախտորեն չի իրականանալու նաեւ այս մի կանխատեսումը եւ Իրանում վարչակարգը չի փլուզվելու։ Եթե փլուզվի, այդ ավերակներում մնալու ենք մենք բոլորս, մնալու է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, դաշնայնացված Իրանի ավերակներում։ Պատկերացրու, ասենք նույնը մեր դեպքում, չէ, ասենք ենթադրենք լիներ հակառակ, Հայաստանում սպանվեր երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լիներ հումանիտար մի մեծ աղետ, չէ, դպրոցահասակ երեխաների ողբերգության, ասենք այն բանա, որ չես ուզում նայես այդ կադրերին, ասենք այդ լուրը չես ուզում լսես, էլի, որ հասկանում ես, թե մարդկային ողբերգության ինչ աստիճան է դա Իրանից։ Ասենք քեզ բարեկամ համարող երկրի ղեկավարը զվարճանքների մեջ ու անհաղորդ է ամեն ինչին։ Հետո գիտես նաև մարդկային բան կա, չէ՞, օրինակ մենք էլ մեր սովորական կյանքում մարդկային հարաբերություններում, երբ որ մի մարդու մահվան մասին ենք լսում, ում հետ որ մենք անձնապես առնչվել ենք, շփվել ենք, անկախ նրա հետ ունեցած մեր ազգակցական կապից, ուղղակի որ շփվել ես մարդու հետ, ճանաչել ես, լսելով նրա որում հանկարծահաս մահվան մասին, երիտասարդ մարդու, մարդկային ցավ ես ապրում, չէ՞, դա տրամադրության վրա ազդում է մարդու, ասես 2 օր առաջ էի հանդիպել ես այդ մարդու հետ։ Հիմա ասեք Սուրեն Պապիկյանը եղել է Իրանի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին պաշտոնական հյուրը։ Իրանց մահից մի քանի օր առաջ։ Հիմա լավ դու Հայաստանի պաշտպանության նախարար ես, որ լսում ես 2 օր առաջ քո հանդիպած մարդը մահացել է, սպանվել է։ Դա լավ քո տրամադրության վրա դա չպիտի ազդի։ Այսինքն եթե ուրիշ երկ հիմա տես ինչ է մտածում, չէ՞ թե ուրիշ երկրներից նայում են ասում են, եթե գա մեր հետ հանդիպի, մենք էլ մահանանք, էլի փաստորեն սրա վեճը չի լինելու, էլի մի կուկուռուզ կվերցնի կնստի ավտոբուս։
Չի ազդի սրա վրա։ Բայց դու ինչի՞ էիր գնացել Իրան։ Գնացել, եթե դու պաշտպանության նախարար ես, հանդիպել ես պաշտպանության նախարարի հետ, ընդ օրդներ քնչեցնելով, դրոշ խոնարհելով, քեզ ընդունելության են արժանացնում, նշանակում է դա լուրջ հանդիպում է, չէ՞։ Տուրիստ չես գնացել դու։ Եթե դու պաշտպանության նախարար ես, ուրեմն քո պաշտպանության նախարար գործընկերոջ հետ պիտի քննարկես միայն ռազմական ոլորտում համագործակցության հարց։ Հիմա եթե պայմանավորվածությունները ձեռք բերվե, այդ երկիրը հիմա պատերազմի մեջ է, հիմա տասը տենենք ինչ ռազմական փող օգնություն պիտի տրամադրես դու Իրանին։ Դավիթ ջան, ես գիտես երեք ինչ եմ հիշե։ Սրանց էս ցինիկ պահվածքի հետ անհաղորդ վիճակի հետ կապված։ Թուրքիայում երկրաշարժ էր եղել Արցախի շրջափակման օրերին։ Այն Թուրքիայում, որ Ադրբեջանի հետ միասին Արցախի մեր հայրենակիցներին, երեխաներին Թուրքիային տալի, որ շաքար հասնի իրանց, դեղորայք հասնի հիվանդներին, ու դա մի ամիս չէր, 2 ամիս չէր, չէ։ Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկեցին Թուրքիա եւ փրկարար ծառայողներ, որպեսզի փլատակների տակից մարդկանց հանեն։ Արարատ Միրզոյանն էլ անձամբ գնաց այնտեղի Լավ, ասենք, բա դուք հիմա մանավանդ որ այդ երկրի օդային տարածքը փակ է։ Ոչ մի այլ երկրից այլ ձևով հնարավոր չի իրանց աճը։ Դա պիտի լինի միայն ցամաքով։ Ցամաքն էլ դու ունես, հարևան երկիր ես։ Բայց դու փրկարար ծառայություններ, բժիշկներ, դեղորայք չես ուզում առաջարկես այն երկրին, որ հիմա կարող է դրա կարիք, կարող է նաև իրանք չունեն, կարող է նաև մերժեն, չէ։ Բայց դու պիտի առաջարկես։ Հիմա ասում է պարլամենտում երեք որ խոսում է, ի՞նչ տարբերություն էլի մենք որտեղ ենք։ Այսինքն ստացվում է որ Հայաստանը կարող ղեկավարը չունենա։ Հիմա ասում ես 2 ժամ ազգային ժողով նստած եք, մեկը չի ասում է, ինչ է երկիրը թողեք է նստի ազգային։ Այսինքն սա նույնիսկ չի գիտակցում, որ ազգային ժողով դա իր աշխատավայրն է, որ ինքը այնտեղ գնացել է սահմանադրությամբ եւ սահմանադրական օրենքի պահանջը կատարելով հաշվետու լինելու եւ իր պարտականությունները կատարելու։ Այսինքն ազգային ժողովում իրանց կառավարությունով գտնվելը եւ ավտոբուսի մեջ պերաշկի ուտելը իր անկալումներում դա նույն բանն է, հասկանում ես։ Այնինչ ինքը պիտի վաղուց այդ անվտանգության խորհրդի նիստը հրավիրված ելները շատ ավելի վաղ, ընդ որում դրանից հետո պետք է անցնեին պարտականությունների կատար, բայց նայում ես լրահոսին, ասում է հնարավոր է Իրանի տարածքում նոր հետա մենք էլ խոսում ենք, դու շատ փաստարկված ներկայացնում ես ազգային փոքրամասնությունների հրահրման խնդիրը, չէ։ Այսինքն այդ բախումները ներքին որ առաջացան 90 միլիոնանոց երկրում, բա որ 1 միլիոն մարդ որոշի, ընդամենը 1 միլիոնը որոշի, որ այդ երկիրը լքի, օդանավ չկա, այդ երկիրը լքելու միակ տարբերակը լինելու է ցամաքային սահմանով անցնելը։ Եթե այդ 1 միլիոնից կես միլիոնը որոշի, որ գալիս է Հայաստան, ինչ ալնելու։ Բա որ դրանց հետ միասին Հայաստան ներթափանցեն նաև ահաբեկչական խմբեր, դրանց հետ միասին Հայաստան թափանցեն զինված, չեմ ասում այդ մարդիկ այդ հուզական վիճակումով ասես կարա գա։ Մի քանի օր առաջ 2 նման փորձեր եղել իմացար, երբ Արաքսկետը դեպի Մեղրի լողալով կտրել հատելու փորձ էր արվել Աֆղանստանի քաղաքացիների կողմից։ Հաղորդագրություն տարածվեց իբր նրանք մեկուսացված են, այսինքն ձերբակալված են, բայց դու չես կարող այդ անվերահսկելի հոսքին դիմանալ։ Դա մի հոգի այլ է բռնել են։ 2011 թվականին Սիրիայում սկսվում էր քաղաքացիական պատերազմը, 100,000-ավոր այդպիսի փախստականներ հնարավոր բոլոր ձևերով մուտք էին գործում Թուրքիա, հարևան այլ պետություններ, այդտեղից տեղափոխվում են Եվրոպա, այնտեղ ինչպես հիշում ես ահաբեկչական ալիք եղավ 2015 թվականին, Փարիզում Բատակլանը պայթեցվեց 130 հոգի զոհվեց, մի քանի այլ ավելի փոքր ահաբեկչական ակտեր եղան, Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում մի քանի տասնյակ զոհ եղավ սիրիացի վարձկան ահաբեկիչների կազմակերպած բռնարարքի հետևանքով։ Այսինքն, երբ դու սկսում ես մրջնաբույնը քանդել, վստահաբար դա շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու եւ այո, խորքային
ռազմավարական մտածողություն չունեցող պետության եւ նրա օկուպացիոն ռեժիմի պայմաններում դու դատապարտված ես։ Աստված մի արածցե, եթե Իրանում անջատողականության ալիք սկսվի։ Փառք Աստծո, իրանցի ժողովրդի մեծամասնությունը մեծ հասած տվյալների համաձայն դեռևս զգոն է, սթափ է եւ հետեւողականություն ցուցաբերում է։ Նույնիսկ նրանք, ովքեր այսպես կոչված կրոնապետության մոդելին դեմ են, իրենք շատ լավ հասկանում են, որ եթե դու այս ծանր փուլում, երբ Թեհրանը ամենօրյա հրթիռային հարձակման տակ է, երբ ավերվում են կարևորագույն ենթակառուցվածքները շտապօգնության կայանից եւ մանկական հիվանդանոցից մինչեւ պետական հեռուստաալիքի գլխավոր մասնաշենք, եթե նույնիսկ դու ընդդիմադիր ես, այսպես ասած ազատական ես, այնտեղի վերջո պահպանողականներ եւ ազատականներ կան։ Իդեպ չափավոր պահպանողական է Իրանի գործող նախագահ Մասուդ Փեզեշքյանը, այսինքն նա մեր պատկերացմամբ կղերական չէ, ավելի ազատամիտ է եւ բարեփոխումների կողմնակից է, բարեփոխական է։ Բայց բոլորը այս հարցում շատ լավ հասկանում են, չէ, որ եթե դու այս ծանր փուլում սկսում ես ներքին խժդժություններ հրահրել, հանրահավաքներ կազմակերպել, դու ուղղակիորեն աջակցում ես քո թշնամուն Իսրայելին, որովհետև Իրանի ընկալմամբ իրենց թիվ 1 թշնամին այսպես կոչված սիոնիստական ռեժիմն է, ինչպես իրենք են անվանում Իսրայելը։ Եվ մեկ էլ դու դուրս ես գալիս փողոց ու սկսում ես պայքարել իսրայելական հրթիռների հետ, լորայի հետ միասին, սկսում ես պայքարել քո ընտրված իշխանության դեմ։ Իդեպ շատ ավելի ժողովրդավար ձևով ընտրված, քան Հայաստանում։ Օրինակ Իրանում նախագահի բոլոր տեխնացուները պարտադիր բանավեճ են ունենում, ի տարբերություն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների։ Եվ դժվար թե այնտեղ որևէ մեկը Իրանի տարածքների հանձնումից եւ հազարավոր, իսկ իրենց դեպքում, եթե համեմատելի թվեր բերենք միլիոնավոր զոհերից հետո, կարողանար այնտեղ մնալ իշխանության ու չարժանանալ ժողովրդի դատաստանին։ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Արադ Միրզյանի պես խաղաղասեր մարդիկ լինեն, գնային հանձնվեին արևմուտքին էլի ասեն։ Ինչի հետևից է կնգե։ Ինչ են ուզում այդ մարդիկ, ընդամեն ուզում են, որ մենք ատոմականներ չունենանք, ընդամեն ուզում են, որ մենք տնտեսություն չունենանք, ընդամեն ուզում են մեզ զավթեն, ասեն որտեղ հաց, այնտեղ կաց։ Մենք էլ կմնանք իրանց տիրապետության տակ կապրենք, կլինի խաղաղություն։ Այդպես բան այնտեղ ասող չկա։ Իդեպ այդտեղ ասող չկա, բայց Լիբանանում ասող կա։ Այն որ ասացի քիչ առաջ էլի, ասենք Նիկոլ մի հատ։ Այնտեղի վարչապետը, գիտես ինչ անկայուն պետություն է այնտեղ, կառավարման ճգնաժամ մի քանի տասնյակ տարի, ոչ մշտական նախագահ, ոչ մշտական կառավարություն, ոչ մշտական խորհրդարան, եւ Լիբանանի վարչապետը ելնում հայտարարում է, որ Հեզբոլլահը պետք է դադարեցնի ռազմական գործողություններ ընդդեմ Իսրայելի, այն Իսրայելի, որից համակային ուժերը մտել են երկրի հարավը հնձելով գնում են։ Բայց քիչ առաջ կներես, քանի որ նաև Հայաստանի հետ կապված հետևանքների մասին խոսեցիր, մենք հավանաբար լավ չենք պատկերացնում, որ եթե նույնիսկ Հայաստանի տարածքին որևէ թիրախային ռազմական հարված չի հասցվում, Աստված մի արածը որևէ կողմից, բայց Իրանը մեր կարևորագույն առևտրատնտեսական եւ էներգետիկ գործընկերն է։ Իրանի հետ մենք ունենք գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր, որը անխուսափելիորեն կամ կրճատվելու է կամ ամբողջապես փակվելու է։ Այս պատերազմի հետևանքով Իրանից մենք տարեկան մինչև 300 միլիոն խորանարդ մետր գազ ենք ներմուծում։ Եվ դրա դիմաց ավելի քան 1 միլիարդ կիլովատ-ժամ ենք տալիս իրենց հոսանք։ Հիմա մենք ոչ հոսանք ենք իրենց կարողանալու տալ, այսինքն մեր այդ տնտեսության արտահանելի սեկտորի կարևորագույն մասը մեր էներգետիկ ինքնաբավության համար շատ կարևոր կրճատվում է կամ վերանում է, եւ միաժամանակ ճիշտ է մեր գազային բալանսը մոտավորապես 2 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրի է հասնում եւ Իրանի չափաբաժին այդտեղ շատ փոքր է, հայ-իրանական գազամուղով տրվող, բայց էլի որոշակի է 300 միլիոն խորանարդ մետր։ Դա դու չես ստանում կամ ավելի պակաս ես ստանում։ Եվ կամ մենք հիմա որոշակի գազային գնային հաշվեկշիռ ունենք, չէ, 165 խորանարդ 165 դոլար է 1000 խորանարդ մետրի դիմաց։ Դա ռուսական սահմանված գինն է, բայց Իրանը նաև նպատակ ուներ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցք ձևավորելու եւ Հայաստանը այդ միջանցքի կարևոր օղակներից մեկն էր։ Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Հիմա այդ միջանցքը չեղարկվում է եւ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի համար այդքան երազած արևելք-արևմուտք միջանցքն է ձևավորվում։ Իդեպ Թրիփով։ Մենք այդ մասին մի առանձին թողարկում ենք ունեցել եւ քանիցս այդ մասին բարձրաձայնել ենք, որ ըստ Էրդողանի, Ալիևի եւ Թրամփի պատկերացման Թրիփը ոչ միայն նախ երկաթուղային, ապա եւ ավտոճանապարհ է, այլ նաև էլեկտրաէներգետիկ եւ գազային հանգույց է։
Դրանով անցնելու են բարձրավոլտ հոսանքալարեր, դրանով անցնելու են նավթատարներ եւ գազատարներ։ Այսինքն, եթե հյուսիս-հարավ միջանցքը, որը մեզ համար անհամեմատ ավելի ձեռնտու է, էներգետիկ առումով չի իրականացվում Իրանի պատերազմական ճգնաժամում գտնվելու հանգամանքների բերումով, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի լայն հնարավորություն են ստանում իրականացնելու արևմուտք-արևելք, այսինքն պանթուրանական էներգետիկ միջանցքը եւ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգին ինտեգրելու անհրաժեշտության մասին հենց դրանից են բխում։ Այսինքն ասում եմ Եվրամիության ծրագրերը $500 միլիոն տալու պատրաստակամություն։ Ասում եմ ես Իրանից էլ գազ չեմ կարող ստանալ։ Հետագայում նաև Հարուս Գազարդի կամ ավելի ճիշտ Գազպրոմ Արմենիայի հարցը կդրվի։ Միաժամանակ ես իրեն հոսանք չեմ կարող վաճառել, որովհետև բարտերային սկզբունքով էր։ Հիմա ես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եմ բացառապես իմ էներգետիկ համակարգը ներդաշնակեցնելու։ Այո։ Սա էլ կարևոր էներգետիկ ենթակառուցվածքային իմաստով, բայց ես ուզում եմ այս թեմային ավարտին մոտենալ նաև մեկ այլ կարևոր ասպեկտով։ Հայեր, մեր հայրենակիցներ, որոնք ապրում են այդ երկրում։ Իրանում է գտնվում ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, ընդ որում ամենակազմակերպված հայկական համայնքներից մեկը, եւ հիմա ոչ ոք չի խոսում նրանց ճակատագրի, ընդ որում հիմա Իրանում հրետակոծվում են այն քաղաքները, հատկապես, որոնք ամենահայաշատն են։ Ու այս ընթացքում արդեն մեկ շաբաթ է Սփյուռքի գործերի հանձնակատարի գոյության մասին լսել ես։ Ես ուրիշ բան եմ տեսել Արարատ Միրզոյանի հոխորտանքը ազգային ժողովի ամբիոնից, որ ասում է մի ամիս շարունակ ամեն օր Շրի Լանկայից լողազգեստով լուսանկար եք հրապարակում, այսինքն վճարունակ։ Ես վերջին անգամ Էդ ում ֆոտոներն ա տեսել։ Իսկ Մալեն Սիմոնյանին հիշա։ Նա մոտ փղի վրա նստած բանը տենց նկար էր այն ժամանակ։ Իսկ թվում է դա է տպավորվել դրա վրա, մտածելով որ եթե ինքը լեր ազգային ժողովի նախագահ ինքը նստած կլեր այդ փղի վրա։ Շրի Լանկային հələ չենք հասնում։ Իրանում ապրում են 100,000-ավոր հայեր։ Ու հիմա ինչ ճակատագիր է սպասում է։ Մենք տեսանք, չէ, Սիրիայում տեղ ունեցած այդ վալը մինչև այս վերջին պատերազմը։ Այն մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունն էլ, չէ, Սիրիայում տեղ ունեցածից հետո մենք Հայաստանը ստիպված եղավ մոտ 20,000-ի չափ փախստական հայրենակիցներ են թուրքերը, որքան արագ արձագանքեցին։ Այո, 14 թվականին թուրքերը մտան Քեսապ, եթե հիշում ես։ Անմիջապես հայկական կառավարությունը այդտեղի հայերին պատվիրակություններ գնացին ազգային ժողովի падգամավորներ, Սփյուռքի նախարարի եւ ամբողջ նախարարության գործուն քայլերը։ Բաշար Ասադի հետ հանդիպեցին, հրաշալի հիշում եմ այդ լուսանկարները։ Հետո մեր հայրենակիցների Հայաստան գալուց հետո նրանց արագ ինտեգրացիոն process-ները, նրանց բիզնեսով զբաղվելու, սպասարկման ոլորտում ներգրավելու, նրանց մի մասը գնացին Արցախում բնակություն հաստատեցին ազատագրված տարածքներում եւ այլն պետական հոգացությամբ ծրագրերով։ Հիմա այս վերջի Սիրիայի պատերազմից հետո Սիրիայում հայկա, չկա, Հալեպի վրա ասենք գրվել են մեծ չի բանը փախել էր կարծեմ գլխավոր հիպատոսը։ Իսկ ինտեղ չէր Հայաստանի հյուպատոսությունից, ասում է գործով եկել էր մայրաքաղաք, մնացել էր այ քեզ բան, այդ ինչ գործով եկե, ինչի եկե, փախել է ակնհայտ էլի։ Նույնը հիմա Իրանի հետ կապված մեր հայրենակիցներին ինչ ճակատագիր է սպասվում այնտեղ այդ զարգացումների դեպքում։ Մեր մշակութային ժառանգությանը մշակութային ժառանգության 4-րդ դարի եկեղեցիներ ունենք։ Այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված 3 հուշարձան կա բանում հայկական հուշարձան կա Իրանի տարածքում ու ոչ մի խոսք, ոչ մի անբան տենց ոնց ասեմ էլի զգաս էս մարդկանցից որ սրանք այդ ապրումները ունեն հենց այդ ավտոբուսի այդ պատկերը շատ խորհրդանշական է չէ որ խափելով մարդկանց իբր իրանք ուտում են տենց այնքան համեստ մարդիկ են որ ասեց 150 դրամանոց տենց կարտոֆիլի առած սոխի կարկանդակ են ուտում էլի այդ իհարկե չի խանգարում որ այդ նույն օրը Իրիկունը Ալեն Սիմոնյանը Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկում ընտանեկան ընթրիք կազմակերպի որի ժամանակ վստահ են որ կարկանդակ չեն կերել ոչ է կուկուռուզ եւ հարսը ոչ թե կորժիկ է կտրե այլ կարող է մտ ուրիշ քաղցրավենիք ուրիշ գնանոց բայց խափում են մարդկանց այդ տեսարան այդ անհոգ կյանքի տեսարանները
ստեղծելով։ Նիկոլ Փաշինյանն էլ վերադառնում է մի կեցավայր, որտեղ մի օրվա պահպանման ծախսը 1,700,000 դրամ է։ 1,700,000 դրամի ես հաշվարկել եմ անվա մոտարապես 17 տոննա կուկուռուզ։ 17 տոննա կուկուռուզը, որ տաս ցանկացած անասնապահական ֆերմայի, ընդեղից ստացվող կատնատվության եւ մսատվության ցուցանիշները անհամեմատ ավելի լավը կլինեն, քան այդ ավտոբուսի ուղևորների, որոնցից ոչ մի օգուտ չկա։ Ես չեմ կարծում, որ ընդ որևէ մեկը կատնատվության կամ մսատվության համար պիտանի են, անկախ իրանց գրած հանրության մեջ հայտնի անվանումների, դի պայմանական անվանումներ են, ֆունկցիոնալ իմաստով ոչ մեկը դրանց մսին չի գնա։ Բայց այդ ցույց են տալի այդ անհոգության պատկերը եւ ասեմ քեզ, իմ տպավորությամբ իրանք անկեղծ են։ Իրանք իսկապես տենց էլ մտածում են։ Հիմա ասենք մենք մտածում ենք անհանգստություն ենք, ասում ենք, բա որ լավ, Ադրբեջանը հիմա օգտվի առիթից հարձակվի Սյունիքի վրա, չէ՞։ Մտածում ես, որ Սուրեն Պապիկյանը անհանգստություն ունի, որ կարող է Սյունիքի վրա հարձակում լինի։ Բացը, եթե Արցախի վրա եղել է, իրանք անհանգստություն չունեն։ Եթե այդքան մարդ մահացել է, չունեն։ Հիմա ասենք Սյունիքի բնակչությունը 170,000 մարդ է ենթադրենք։ Պատկերացրու, ասենք 170,000 մարդ մեռնի, հետո 3 միլիոն են կլինենք 2,800,000։ Ինչ կփոխվի իրանց կյանքում։ Բարդ իրավիճակ է, ես կարծում եմ, որ դեռ մենք հետևելու ենք նոր, որովհետև հայտարարություններ են արվում, որ երկու կողմից ասում են, որ սա մեր Պահեստանի զենքերն են, սա դեռ հələ հին սերունդն է, մենք հələ նոր սերունդ ունենք, դա Միացյալ Նահանգների այդ պատերազմի նախարարն է հայտնում, որ հələ մի քանի օրից իրանք ամբողջ Իրանի օդը պետք է վերցնեն վերահսկողության տակ, բարձր դրանից հետո ինչ ծավալի գործողություններ են նախատեսում։ Հուսանք, որ պետք է, այսինքն մենք որևէ ձևով պաշտպանություն չունենք երկրի իմաստով, իսկ այդ դեպքում մարդիկ գոնե պիտի մտածեն անհատական պաշտպանության մասին, իսկ անհատական պաշտպանության լավագույն ծառայություններ առաջարկող ընկերություններից մեկը Հայաստանում դա Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունն է, որը իրականացնում է անհատական տների, առևտրային տարածքների, ուսումնական, արդյունաբերական, ֆինանսական հաստատությունների, կազմակերպությունների պահպանություն, որպեսզի նրանք իրականացնեն այդ անվտանգ միջավայրում իրականացնեն իրենց գործունեությունը, իսկ ընտանիքներն ապահովեն իրենց խաղաղ գոյակցությունը։ Նրանք ունեն ծառայություններ նաև արտերկրից ժամանող հյուրերի համար անհատական պահնորդական ծառայությունների իմաստով, բեռների ուղեկցման, կարևորագույն փոստի ուղեկցման իմաստով, այդ ծառայությունների ամբողջական ցանկը հասանելի է Pantera.am կայքից եւ ընկերության սոցիալական հաշիվներից, իսկ համագործակցության համար պետք է զանգահարել 077 01 02 30 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 130-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը ամփոփեցինք եւ փորձեցինք վերլուծել այս ծանր ու խռովահույս շաբաթը։ Մենք էլ խաղաղություն ենք մաղթում մեր բարեկամ եւ հարևան Իրանին եւ նրա ժողովրդին։ Կհանդիպենք մյուս ուրբաթ մեր ավանդական 21-ից 21-ին ցտեսություն։